Հաճախ ամենադաժանը մենք լինում ենք մեզ հարազատ մարդկանց հետ, նրանց հետ, ում հետ մենք զապահով ենք զգում և կապվածության մեջ ենք։ Ինչու՞։ Որովհետև այն մարդկանց հետ, ում հետ կապվածության մեջ ես, իրենց հետ կարողանում ես դրսևորել այն, ինչ քո ներսում արդեն կա, այսինքն քո տրավմատիկ փորձը։ Իսկ օտար մարդու հետ դու կարող ես դա չդրսևորես և միայն բարի և դրական դիմակով լինես։ Այդ պատճառով է, որ հիմնականում ծնողների հետ կոնֆլիկտ են ունենում մարդիկ և մոտ ընկերների վրա են թափում այդ կոնֆլիկտը իրենց ներքին։ Այդ խնդիրը լուծելու համար հոգեթերապիա է պետք, այսինքն ինչքան քեզ լավ ճանաչես, քո տրավմաները ինչքան մշակված լինեն, այնքան ավելի քիչ կկռվես հարազատներիդ հետ։ Աստվածաշնչում մի լավ խոսք կա. մարդու թշնամիները իր տանեցիներն են, և իրապես այդպես է։ Մարդը կարող է իր տանեցիներին թշնամի որպես տեսնի, բայց կարող է այդ մարդիկ իրականում ամենահարազատ մարդիկ լինեն նրա համար, իրապես նրա լավը ցանկացող։ Խոսքային ծնողների մասին չէ, ովքեր իրապես վնասում են իրենց զավակներին, այսինքն բռնության են ենթարկում բոլոր տեսակի։ Խոսքը սովորական հարաբերությունների մասին է։